Ժորժան, բարև ձեզ, ես Արման Ղուկասյանն եմ։ Ինչի մասին էին այս ընտրությունները։ Անձամբ հիմա կասի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Այս ընտրությունները հետևյալի մասին են, մենք դժվարություն ունեինք հանրությանը բացատրելու, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը բանտում չէ։ Մենք դժվարություն ունեինք հանրությանը բացատրելու, թե ինչու Ծառուկյանի թալանվածը վերադարձված չի։ Մենք դժվարություն ունենք ժողովրդին բացատրելու, թե ինչպես է պատահել, որ կալուգացի օլիգարխը տասնյակ հեղափոխությունից հետո 8 տարիների ընթացքում շարունակել է մանկապարտեզներից, դպրոցներից հոսանք գողանալ, ինչպես է դա հնարավոր եղել։ Այս սրա մասին է, այս ընտրությունը սրա մասին է։ Ժորժան, ես հիմա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ, հարցադրում պետք է անեմ, որտեղ սիրում եմ լավին լավ ասել, վատին վատ ասել, Բա 8 տարի, որ հեղափոխություն էր արվել 2018 թվականից հետո 8 տարի անցել է, բա ինչի չէր կարելի այդ համակարգը վերացնել, այդ համակարգը փոխել, ժողովուրդը իր ավանդը մեծ ունեցել է, բա այդ հեղափոխությունը ինչի ճիշտ չօգտագործվեց, ինչի այն մարդիկ ում մասին խոսվում է, ում մասին խոսացել է Նիկոլ Փաշինյանը 18 թվականից 8 տարի ավելի են հարստացել, Թալանը չի վերադարձվել, ինչ որ գումարներ, այո, վերադարձվել են բյուջե, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ որևէ մեկ, օրինակ, մեկի անունը ասեք, որը շատ մեծահարուստ մարդ է եղել, պաշտոնյա է եղել եւ այլն, եւ այսօր ինքը աղքատացել է։ Մեկ մարդու անուն ասեք։ Հիմա ես ասում եմ հետեւյալը, այս ընտրությունը եւ ընտրություններում երեխաների ակտիվությունը ինքը առաջաբերել նոր հեղափոխության օրակարգ։ Հեղափոխություն, որտեղ թավիշը պետքա բացառվի, որովհետև մենք դժվարություն ենք ունեցել բացատրելու, թե ինչի Ռոբերտ Քոչարյանի եւ իր շրջապատի հարսը, փեսեն, աներձակը բոլորը դատավորներ են Հայաստանի Հանրապետությունում միջև հիմա։ Եվ մենք պետքա գնանք այդ համակարգը ջարդելու ճանապարհով, ուրիշ տարբերակ չկա։ Չկա ուրիշ տարբերակ։ Ես դրա համար եմ ասում, սա պարզ ընտրություն չի։ Սա հիմա կամ նորից հեղափոխությունը նոր թափաստանում կամ հակահեղափոխությունը հաղթում է։ Ժորժան, մենք բոլորս շատ լավ հիշում ենք, որ 2018 թվականին խոսվում էր Թալանը հետ բերելու մասին ժողովրդին, քրեա օլիգարխիկ համակարգի ջարդելու մասին, գիտեք ինչ, այն մարդկանց մասին, որոնք թալանել էին եւ պետքա նստեին բանդ, եւ այլն, արդարությունը վերականգնելու մասին։ 21 թվականի ընտրությունների ժամանակ շատ լավ հիշում ենք, որ նույնն էր խոսվում, որ վերջացել է թավիշը, եկել է ժողովրդի վրեժի ժամանակը, պողպատե մանդատի ժամանակը, եւ հիմա անցել է 5 տարի, 21-ից մինչեւ 26, հələ չեմ ասում 18-ից մինչեւ հիմա 8 տարի, 5 տարի պողպատե մանդատի մասին հիշենք, եւ այլն հիշենք, եւ հիմա ասվում է, որ պետքա լինի նոր հեղափոխություն, որ եթե չլինի այդ հեղափոխությունը կլինի հակահեղափոխություն, այսինքն այս օրակարգը արդեն 8 տարի մենք լսում ենք։ Ժողովուրդը տվել է այդ պողպատե մանդատը, ժողովուրդը ասել է այո, արդարությունը պետքա վերականգնել, այո, եթե կա դատարանի վճռով, դատարանի որոշումներով թալանված, պետքա հետ բերվի բյուջե։ Բայց հիմա մենք ոնց որ նույն ցիկլի մեջ ենք, անընդհատ։ Ժորժան ու Քավլիցի, սա չեմ ասում, որ քննադատեմ, սա ասում եմ, որ բարձրաձայն է, մի հատ մտորենք, նայենք անցյալը, տեսնենք հիմա ինչ է տեղի ունենում եւ ինչ սպասել։ Իսկ կարող է 5 տարի հետո 31-ին մենք նորից լսենք, որ հիմա եթե նոր 3-րդ հեղափոխությունը չարվի կամ 4-րդ հեղափոխությունը չարվի, լինելու է հակահեղափոխություն։ Կարող է 31-ին էլ լսենք, 18-ին լսեցինք, 21-ին լսեցինք, 26-ին լսեցինք, Ինչն է բացառում, որ օրինակ 31-ին էլ չենք լսի։ Այս սրա մասին է։ Գնալու եմ քրեա օլիգարխան ջարդ ու փշուր անելու ոտի տակ տալու ճանապարհով։ Եթե համաձայնեք, զբաղվեք ձեր գործերով։ Մենք այդ ամեն ինչ չկանենք։ Եթե համաձայն չեք, դուս եկեք փողոց եւ արեք հեղափոխություն։ Ամենակարևորը Ժորժան, հիմա որ ասվում է համաձայն եք, թե համաձայն չեք։ Եթե համաձայն չեք, որ պետքա քրեա օլիգարխիկ համակարգը կոտրվի կամ եթե պետքա արդարությունը վերականգնվի, դուրս եկեք փողոց։ Բայց ախր ժողովուրդը 18-ին դուրս է եկել փողոց, հենց դրա համար է դուրս եկել։ Այդ մանդատն էլ է տվել,
այդ համաձայնությունն էլ է հայտնել ու 8 տարի ասում է, դե համաձայն չլիներ ժողովուրդը այդ հարցերը պարոն Փաշինյան կտրվեր քարոզարշավի ժամանակ ձեզ կամ ձեր թիմին։ Ուրեմն ժողովուրդը համաձայն է, ժողովուրդը չի կարող համաձայն չլինել, որ արդարությունը վերականգնվի, ժողովուրդը չի կարող համաձայն լինել, որ ապրենք անարդար համակարգի մեջ եւ առհասարակ ժողովուրդը ոչ թե միայն համաձայն է, այլ վաղուց իր խոսքը ասել է եւ 18-ին եւ 21-ին։ Ժորժ ջան, ես Արման Ղուկասյանն եմ, հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ, խնդրում դուք գրեք մեկնաբանություններում, դուք ինչ եք մտածում, գրեք ձեր կարծիքը, ձեր խոսքը ասեք եւ տարածեք մաքսիմալ այս տեսանյութը եւ բաժանորդագրվեք իմեջին։ Մենք անպայման կհանդիպենք։